Քանիները թխմոր շաղաձեք հաց շինելու։ Ո՞վ այս եղբայր։ Բրավո։ Թխմոր կորձածածեք մեջը։ Ինչ կնե թխմոր որ տնեք հացին մեջը։ Գուրեցնե։ Ընդհանրապես երբ որ թխմորը գտնես հացի մեջ եւ գուրի, խաղապարը միտքիդ մեջ անը որ բիդի մեծնա շատնա։ Բզդի խմորը բիդի շատնա։ Լավ է, եթե գշատնա, եթե լավ բան է որ գշատնա, իսկ ինչ պիտի լա եթե այն շատացածը քեշ բանը լա։ Շատալ պիտի չուզենք շատնալը։ Եվ այսօրվա մեր արագը, որ 10-րդ Մատթեոս 13-ի մեջ կգտնվի, մեկ համար է, 30-րդ համարն է, գսե, երկինքի թագավորությունը նման է խմորին, որ գիմը արավ եւ բահեց 3 քրիվ ալուրի մեջ, մինչեւ որ ամբողջը խմորվեցավ։ Աս արագին հաջախ մեկնաբանությունը այս է, որ թխմորը ավետարանն է, գինը եկեղեցին է եւ խմորը այս աշխարհն է։ Եթե այդ է բացատրությունը, այն adեն կնշանակե որ թխմորը որ գշատնա գընթարցակվի, այսինքն ավետարանին բատկամը գընթարցակվի, գդարածվի եւ ամբողջ աշխարհը գկրավե, որովհետեւ գսե թխմորը որ թրավ մեջը գսե ամբողջը խմորվեցավ եւ այս կնշանակե թե այսօր բացատրությունն է որ ամեն ավետարանը ամբողջ աշխարհի վրա աստեցություն պիտի ունենա եւ պիտի ծևոմը կրավե աշխարհը ինչպես որ թխմորը կկրավե խմորին բոլոր զանգվածը գսե բայց այս մեկնաբանության հետ հարց կա որովհետև Սուրբ Գիրքը դարբեր բան գսե չենք կրնար մեկ համար առնել եւ անորմե դասեր մեջտեղ բերել եթե չի համապատասխանիր Սուրբ Գիրքի մյուս համարներուն հետ առաջին դժվարությունը որ գա այս մեկնաբանության հետ այն է որ Աստծո խոսքը երբեք մեզի չսեր թե ամբողջ աշխարհը պիտի աստվի ավետարանեն այսինքն ամբողջ աշխարհը ավետարանին աստեցության դակ պիտի մտնե այո ամեն դեղ ավետարանը պիտի քարոզվի ամեն ասկի ամեն երգիր բայց ամեն մարդ ավետարանին աստեցության դակ պիտի չկա Երկրորդ Տիմոթեոս 3 մեզի գսե վերջին օրերը թաժան ժամանակներ պիտի կան Հիսուսի քալուստեն առաջ Հիսուս երբ որ իրեն արծուցին ասին ինչպես պիտի լա Հիսուսը ասավ Նոյի օրերում պես պիտի լա ինչպես էր Նոյի օրերը չրեղեն առաջ ամեն մարդ գուդեր գխմեր եւ ուրախ կլար բայց հանգարց գսե եկավ չրհեղեղը անոնց վրա հասավ եւ այսօր 2025-ը շատ դարբեր չէ Նոյի օրերեն մարդիկ մարմնավոր ախորժակներ ունին ամեն բան որ գնեն գուզեն հաջեցնել իրենց մարմինները եւ իրենց գիրքերը այսօր ամուսնությունը որ սուրբ է չհարկվիր խաղալիքի դարձած է ամեն դեղ չարություն կա violence ուշքնություն Ծննդոց 6:11 գսե երգիրը Աստծո արչև աբագանեցավ եւ անիրավությամբ լեցվեցավ Ինչ կխորիկ 2025-ը մեզի ինչ կսե 6-ի մեջ կսե եւ դեր երբ տեսա որ մարդոց չարություն երգիրի վրա գշատնա եւ անոնց սրդին խորհուրդներում բոլոր խաղապարները չար էին ամեն օր ուրիշ օրինակ միևս մարդոց կսե սրդին խորհուրդները բոլոր խաղապարները չար էին ամեն օր եւ այսօր նույն նմանությունը գտեսնենք ինչպես չրեղեն քիչ մարաջ 2025-ին այս նույն ապշեցուցիչ դեսարանը մեր աչքերում վրա արչև գերեվի որ ամեն բան թեպի վայր գերտա Նոր գդագարանի մեջ Թեսաղոնիկեցիսի մեջ կշարունակե գսե ըմպոստություն պիտի լա վերջին օրերում մեջ ուխտաթրջումը Հիսուսի քալուստեն ամիջապես առաջ
ամեն մարդ պիտի չդանի ուղիղ վարդապետություն եւ պիտի երթան առասպելներու յետևեն գսե իրենց ականջները պիտի դարձնեն ճշմարիտ վարդապետութենեն եւ պիտի երթան առասպելներու յետևեն եւ ինչ կբադայի այսօր մեր շուրջը նույն բաները երկրորդ փաստը որ այս բացատրությունը շիդակ չէ ինչ որ շատեր այսօր գսեն այս արագի մասին Սուրբ Գիրքի մեջ ուր որ թթխմոր բարը գործածվի, թրական գերբով չի գործածվի։ Թթխմորը միշտ քեշ աստեցություն ունի։ Ժխտական փամը կբադայի թթխմորին երեսեն։ Մեղքի գնմանցն է։ Այո աշխարհը երբեք բիդի ամբողջությամբ աբեդարանին աստեցության դակ բիդի չլա Բացի երբ որ Հիսուս վերադառնա հազարամյային եւ իշխանությունը աշխարհի վրա հիմնե։ Ամեն դեղ Սուրբ Գիրքի մեջ որ գգարտանք թթխմորը միշտ չարության հետ կապված է։ Եվ թթխմորը մեկ անգամեն այս համարի մեջ բարի կորձածելը շիդակ պիտի չլա։ Ներթաշնակ պիտի չլա բոլոր մյուս համարներուն հետ որ Սուրբ Գիրքի մեջ կգտնվին։ Ուրեմն ինչ է շիդակ մեկնաբանությունը այս արագին, խմորին, թթխմորին, գնգան հետ կապված այս արագը։ Գուզեմ այս երեք կարևոր բաները, որ կշեշտվին այս արագի մեջ ծերուշատությամբ բերել, իրենց բացատրությամբ համարներով, որբեսի հասկանանք, թե Հիսուս ինչ կուզե ասել, երբ կսե Աստծո թագավորությունը գնմանի խմորին, ինչ կբադայի արդյոք խմորին հետ։ Առաջին խմորին մասին նայենք, թե ինչ կնշանակե խմորը եւ ինչ կներկայացնե։ Եթե մենք հրյալ լայենք, շատ թյուրիմի դլար մեզի հասկանալ, երբ Հիսուս կսե խմորին կնմանի Աստծո թագավորությունը։ Երեք քրիվ ալյուր գսե։ Երեք խմորներ, որ կպատրաստվեին։ Եվ ասիկա հրյական օրենքներու հետ կապված փամոգար, որ հրյաները շատ թյուրությամբ կնային մեկը առավել մեկ երկու ընել։ Ինչ կբադահեր, 5 դագարանի մեջ կգարտանք, որ հրյաները այս խմորը, հացի խմորը դաջար կդանեին եւ ադիգա բաշտամունքի մեկ մասը կգազմեր, երբ որ հրյաները երթային դաջարը Աստծո բաշտելու։ 5 դագարանի մեջ, Ղևտացվոցի մեջ մենք կգարտանք հացի ընձային մասին եւ ճիշտ նույն բանն է, որում մասին Հիսուս կխոսի, որ 3 մասերը կփագանար։ Նախ պետք է ալյուրը շատ փարակ աղային, անգևերջը ալյուրին մեջը յուղ եւ գնդրուկ գտնեին եւ անգևերջը գեփեին եւ համով հացը դուրս կուքար։ Եվ ադիգա եփելեն վերջը գդանեին քահանային եւ իբր ընձան նվեր հացի ընձան դաջարին գուդային եւ դաջարին մեջ եղող գրագը պետք է այդ հացը այրեր եւ ադիգա գադարեր հացի ընձային բադարակը։ Երբ որ հոստերը գսե գինը բահեց գսե թթխմորը խմորի մեջ, արդեն ինքնին հոստերը պամը սխալ գա, ինչու գբահե, պամը սխալ գա, ուրեմն աս թթխմորի հարց խմորը լավ պամը չէ, որ մեզի գներգացնե, ինչ որ գբադայի խմորին հետ։ Այս հացը իրականության մեջ կներկայացնե հավասար եւ անմեղ նկարակիրը, որ Քրիստոս ինքը ուներ։ Քրիստոսի նկարակրի մեջ քունտեր չկար, անհամապատասխանություններ չկար, եւ յուղը, որ հացի մեջ կպիտի տրվեր, կներկայացնե Սուրբ Հոգին, եւ գնդրուկը կներկայացնե անուշ համը, որ Հիսուսի Սուրբ կյանքը մեզի գհրամցնե այսօր։
եւ գրագը, որ մեջը գայրեր, անիգա կներկայացնե Հիսուսի չարչարանքը, որ խաչին վրա պիտի դանի։ Ինքը պիտի դաներ։ Ուրեմն ասոր թիմած Ղեբդացվոցի մեջ կսե երկու բաներ, որ չկործածեն հացի մեջ։ Մեկը մեղրներ, մյուսնալ թթխմորը։ Հացի մեջ աս երկուքը պետք չէ ըլլար։ Ինչու մեղր չէր պետք չէ ըլլար, որովհետև մեղրը կներկայացներ բնական քաղցրությունը, եւ Հիսուսի քաղցրությունը քերտնական քաղցրությունն է, երկնային քաղցրությունն է, որ այս աշխարհը չի գնար դալ։ Ինքը ոչ թե միան լավ անձմներ, այլ նաև Աստուծո զավակներ։ Եվ թթխմորը չեր գնար հացի մեջ լալ, որովհետև կներկայացներ մեղք, թթխմորը կներկայացներ մեղք, եւ Հիսուսի կյանքի մեջ մենք շատ լավ գիտենք, որ մեղք չի գար։ Ուրեմն Ղեբդացվոց 2:11-ը, որ գսե ոչ թթխմոր, ոչ մեղր, աս ընձայ մեջ պետք է լա, ասիգա կներկայացնե պաշտամունքը Հիսուսի ռած զողությունը մեզի համար եւ անոր թիմած մեր գադարելիք պաշտամունքը Աստուծո իբր մեր դերը, մեր Աստվածը։ Ուրեմն երբ որ հրյամը լսեր այս գնգան ռածը, շատ թյուրությամբ պիտի հասկնար, որ այս գնգան ռածը շիդակ բամը չէր, վնասարարություն էր, որ գուզեր փերեր։ Եվ այս հացը կներկայացնե հաղորդակցություն Աստուծո հետ, պաշտամունքի մեջ։ Եվ այսօր օրինակը առաջին անգամ կտեսնենք Ծննդոց 18-ի մեջ, ուր դերը երկու ռեշտակներով գայցել է Աբրահամին, եւ Աբրահամ մինչ վրանին մեջն էր, Սարայի գաբսպրե, որ այս հացեն շինեն, եւ նույն ցևով գշինե Սարան այս հացերը։ Եվ ասիգա անշուշտ հացերը, որ եփեցան, եփերին եւ իրարու հետ հաղորդակցություն ունեցան Հիսուսի, որ Աստուծո ռեշտակ այնադեն եկավ եւ ռեշտակներուն հետ, ուրեմն կներկայացնե ասիգա հաղորդակցություն Աստուծո հետ։ Գինը ինչ կներկայացնե։ Գինը սուպիրքի մեջ, ուր որ հիշվի գրոնական սխալներու հետ կապված փամը կներկայացնե։ Մատթեոս 13:33-ի մեջ երբ որ գսե թիդմամբ բահեց գսե, մասնավոր բահեց թթխմորը խմորի մեջ, ադիգա գսել է թե հադուկ վնասմը գուզեր հասցնել։ Եվ ճիշտ այս բանն է, որ սատանան գնե այսօր եկեղեցիներեն ներս, նպատակով, նպատակագետը թունավորել է պաշտամունքը հավատացյալին եւ արադավորել է հավատացյալին սիրտը։ Եվ այսօր սատանան գործածե ձիսականություն, ցևագերբություններ եկեղեցիներու մեջ, որբեսի մարդոց գեղձ այդ սկացումը դա, որ իրենք իրապես Աստուծո պաշտամունքի մեջ են Աստուծո հետ, բայց իրականության մեջ ոչ։ Շատ եկեղեցիներ գայցել եմ, շատ եկեղեցիներ կտեսնեմ, շատ բաներ կլսեմ եկեղեցիներու մասին, եւ ինձ համար ամենահետաքրքրականը այս է։ Քանի եկեղեցիներ կան այսօր, որ գուզեն ճիշտ ժամանակին սկսել, շատ աղեք։ Ես ալեդերնին եմ, բայց գուզեն ճիշտ ժամանակին վերջանան։ Ժամը 11-ին եթե սկսին, 12-ը մեկը լա, մարդիկ կսկսին աթոռներու մեջ իրար անցնել։ Ինչու համար հովիվը անցավ ժամանակ, մեկ բարգան անցավ, եւ այսօր համար վիճապանություններ կլան եկեղեցիներ մեջ, որովհետեւ հովիվը ժամանակը կանցնի։ Ինչ տեսակ արդյոք Բաշտամունք մնե այս մեկը։ Եվ սատանան ասոր մեջ բես շատ ուրիշ կորձիկներ կկործածե, թույներ կսրսկե ճշմարիտ բաշտամունքի մեջ, որբեսի հավատացյալներուն քնացնե գերց այդ հանգստության սկացումը դա։ Աստծո խոսքը գսե մենք պետք է բաշտենք Աստված ինչպես հոգիով եւ ճշմարտությունով։ Այսինքն այս կնշանակե թե մենք զգուշ պետք է լանք, որ սատանան իր ցևերը չմտցնե մեր բաշտամունքեն ներս։
խաբեությունով վրավ այս գինը, բահեց թթխմորը, այսինքն մարդոց չսկացուց, որ իրենք սխալ բանի մեջ են, ինչպես սատանան գնե, եթե սեր խմորի մեջը թրավ, ես դժվարություն պիտի չունենայի անորդ, խմորի մեջը թթխմոր տնելու, բայց բահեց կսե, բահեցը կնշանակե, որ քախնի բան մրա, որ պետք չէ ըլար։ Եվ ճիշտ ասոր համար է, որ մենք չենք կնար ընդունի լսելով, որ թթխմորը ավետարանն է, որ ամենտեղ պիտի դարածվի։ Քախնապար մեգումը ավետարանը չենք կնար հրամցնել։ Չենք կնար խաբեությունով մեգումը ավետարանին քաշել։ Ընդհակառակը Հիսուս երբ որ ըսավ, եթե մեկը իրեն պիտի դեվեր, պետք է հաշիվներ այն քինը, որ պետք է վճարեր իրեն հետևելու, եւ չի գնար քախնապարը լալ Աստծո հետևիլը։ Ուրեմն այս գինը կներկայացնե շվարում Բաշտամունքի մեջ եւ սատանային կորցն է։ Եվ վերջին թթխմորի մասին կուզեմ խոսիլ, թե ինչ է այս թթխմորը այս արագի մեջ։ Թթխմորը կներկայացնե ապագանություն Բաշտամունքի մեջ։ Մատթեոս 16-ը մեզի գխոսի դարբեր խմորներու մասին, թթխմորներու մասին, որ եկեղեցին պետք է զգուշ լա անոնց մե։ Գսկուշացնե փարիսեցիներուն խմորեն։ Ինչ էր փարիսեցիներուն խմորը։ Օրինաբաշխություն։ Օրինաբաշխություն։ Այնպես իրենց հավատքը դասավորած էին, որ ցանկ մգար այն բաները, որ գրնային նել, եւ ցանկ մգար այն բաները, որ չէին գնար անել։ Եվ ասիկա մեծ սխալ մներ, որովհետեւ արդակնաբես թուրսեն գերբարանքը գար, որ շիդակ բաները գնեին, բայց իրականության մեջ ներքնաբես աբագանած էին։ Հիսուս իրենց ասիկա քանի դեղեր հստակացուց, հասկացուց, որ այդպես չեն գնար անել։ Գրնաս եկեղեցիկալ շաբաթը 7 անգամ, բայց նույնադեն մարմնավոր քրիստոնյամը գրնաս տունելալ։ Ճշմարիտ հոգևորությունը Թուրսեն ներս չաշխատիր, ներսեն թուրս կաշխատի։ Անոր համար զգուշ պետք է լանք փարիսեցիներուն խմորեն։ Երկրորդ խմորը, որ 16-րդ գլխի մեջ գիշվի, անալ սատուգեցիներուն խմորն է, որ փարիսեցիներուն հագարակն էր։ Փարիսեցիները Աստծո խոսք արած էին եւ վրան ավելցուցած էին 600 ավելի օրենքներ, որ գրնայր անել կամ չէր գնար անել։ Բայց Սատուգեցիները հագարակը օրենքին մեջ են հանած էին բաներ, որոնք իրենց հաշիվին չեր կար։ Եվ ասիկա ներգայիս ազատամիտներուն պատկերն է, liberals, եկեղեցիներ, որ ազատամտության ետևեն են։ Այսօր հազարավոր եկեղեցիներ կան, որ եկեղեցի անուն ունին, բայց ազատամտության մեջ բոլորովին հեռացած են Աստծո խոսքին ճշմարտություններն, հիմնաբաշտ ճշմարտությունները մեկտի ցկած են։ Ամեն բան յետև հարցումի նշան մտրած են, ոչ թե վերջագետ։ Վերջագետը ասել է, թե այս է ճշմարտությունը։ Այսօր եկեղեցիներ կան, որ ամեն բան հարցականի դակ կտնեն Աստծո խոսքին։ Անոր համար սիրելիներ, մենք պետք է հաստատ գայնել գիտնանք Աստծո խոսքին վրա, որովհետև օրերը պիտի չդժվար թյուրանան ավելի կասկածներ մեջտեղ պիտի կան մարդոց այդ հարցման նշան տնելներով Աստծո խոսքին դիմաց։ Մենք ինչ պիտի անենք անոնց դիմաց, ուր պիտի գայնենք։ Եվ վերջինը Մարգոս 8:15-ի մեջը գխոսի Հերովտեսի խմորին մասին, Հերովտեսի թթխմորին մասին։ Ինչ էր Հերովտեսի թթխմորը, խմորը իր ապրելակերպն էր, որ միան գետրոնանար հարստության նյութական ստացվածներու վրա։ Այսօրվա ներկայացնող եկեղեցին Հերովտեսի խմորը Փարքավաճման ավետարանչության եկեղեցին է։ Փարքավաճման ավետարանը գկարոզեն։
social gospel, որ այնքան արագ գաջի այսօրերս, որտեղ ամեն ու հաճելի է։ Այս ավետարանը գսե ուրախ եղիր, օրեօր ավելի լավ մարդ մտածիր եւ արդոնե որ Աստված քեզի ամեն օր ավելի եւ ավելի օրհնե եւ Աստված պիտի օրհնե եւ ասիգա այս ավետարանն է որ մարդոց ագանչներուն շատ հաճելի գտվի որովհետեւ ոչ նեություն կա ոչ սրբության կյանք կա ոչ ներ ջամփա կա ամեն բանազատ է ուզածը դրե Աստված թողորտնե քեզի եւ վերջավորության հուսալ որ երկին կերտաս Սիրելներ Աստված գուտա հարստություն նույնպես մեզի գործնե բայց պետք է գիտնանք անոր հավասարգշված կորձածությունը Աստված մեզի ինչ որ գուտա որբեսի իր փառքին համար կորձածենք եւ ոչ թե մեզի գործնե որբեսի մենք ավելին ունենանք բարձաբես հարստանալու համար Ճշմարիտ հոգեվորությունը այսօր կանտրատարնա որ ամենամեծ հարստությունը որ Աստված կուտա տրամը կամ նյութական բաները չեն բայց այն բաներն են որ ինչպես Հիսուսը ասավ ցեցը եւ ժանքը չեն գնար տպնալ Փանալին այս է արդյոք քու ունեցածներդ քեզի գդիրանան ոչ թե թուն գդիրանաս քու ունեցածներուդ վրա Եվ գուզեմ վերջացնել այս արագը դեսանք ասոր մեջ շատ կարևոր թասեր որ ներգայի եկեղեցին վրա գաստեն եւ Հիսուսի այս արագը որ մեզի դվավ ուղագի աստարարություն մնե ներգայի եկեղեցին օրինաբաշխություն ազատամտություն նյութաբաշխություն գինը որ խմորը բահեց կսե բահեց թթխմորը բահեց խմորին մեջ այսինքն լավ փամչեր մեզի այս փոլորը գահասնին բահված ցևով առանց ըսկալու եւ վերջավորության գսե փոլոր զանգվածը փոլոր խմորը թթվեցավ այս բահված թթխմորին երեսեն եւ այս արագը մեզի գխոսի քալիկ օրերու մասին վերջին օրերու մասին որ ինչպես այս գերծ ճաշտամունքը ամեն դեր պիտի դարածվի եւ վերջավորության բոլոր աշխարհը պիտի կրավե բայց փառք Աստծո որ մինչեւ հոնասնինք մեծնեղության ժամանակը արդեն աղը երկրի աղը երկրե պիտի վերծվի եւ մենք Աստծո թակավորությունը պիտի մտնենք Հիսուսի երկրորդ քալովը բայց միջ այդ մենք բահակ պետք է գնանք այս գնգան ջարբիկ պատրաստություններուն թեմ որ գուզե ներս սբրթեցնել գերց պաշտամունք Աստծո անտեպ եւ մենք արդյուն պետք է լանք որովհետեւ ինչ որ կբադահի այս արագի մեջը քախնապար գլա եւ քախնի բաները կնացո մեկը չի գնար տեսնել արդյուն պետք է լանք մեր ներկայության մեջ կգնան այս բաները արդյուն գնալու մեջ նույնիսկ գնան այս բաները բադահիլ անորամար որքան արդյուն եւ ըսկաստ պետք է լանք որբեսի ըսկուշանանք այս պաշտամունքներն դերը օրհնե բոլորին